Ուրեմն այսօր Թուրքիան է փորձում Եվրոպա ձուկ արտադրի, արտահանի 120 գրամանոց ձուկ է վաճառում, 140 գրամանոց ամենաշատը, դա կոչվում է պարցոնկա, որ ափսեի մեջ տեղավորվում է ու շատ փոքր քանակներ, այն պետությունը, որ 100,000 տոննաներով ձուկ է արտադրում, այնտեղ ինչ-որ 1-2 տոննա ձուկ է վաճառում, դա Թուրքիա արտադրողների խոսքերով եմ ասում, ու հենց այնպես չեմ ասում, այդ մարդկանց հետ կաշփում են, որպես գոլեգաներ, Չիլիի հետ էլ կա, Նորվեգիայի հետ էլ կա, այնտեղ ես հիմա իմ ձուկը 5 կիլոգրամ է, ոնց ծակեմ 120 գրամ, որ տարիքայի մեջ տեղավորվի։ Մենք նոր ասեցի ձեր գոլեգաներին, մենք 5 տարի գնացել ենք, ես իմ թեթև ատլետիկա հիմա մեզ տանում շտանգի մրցումների, ոնց գնանք, այլի գնանք, բայց ժամանակ տվեք, ինչ-որ այդ փողերը, որ տվել է, որ տա գագոին, տվեք գագոին, ոչ թե ձեզ պարգևավճարներ բաժանեք։ Ես լսել եմ, որ Եվրոպան փողեր է տվել, որ աջակցեն, թղթի վրա բոլորիս աջակցել են, թղթի վրա ես իմ ձեր որ գոլեգաներ երեք ցույց են տալի, որ ինչ-որ լճերում ասում են լրիվ հարցը լուծված է։ Ես վախենք բարձրացել այսօր եկել, Ջորջյան, վախի 3 ամիս չեն գալի, որտեվ 3 ամիս հույսեր ունենք, 3 ինչ-որ մարդ էր հրավիրել, ինչ-որ նախարարի մեր էկոնոմիկայի, ասում են հարցը լուծված է, Եվրոպա ենք անում, լրիվ մեծ Էլեմ, նույն բառերը պետք է կրկնեմ, չեմ ուզում կրկնեմ, Ժորջյան, այդ Եվրոպա գնացող ապրանքը, չգիտեմ ինչու, Թուրքիայով, չգիտեմ, Պարսկաստանով կներեք հայտնվում է Ռուսաստանի սահմանին ու հետ են տալի։ Ծաղիկը, ես իմ ծիրանը, էնի, չգիտեմ, այդ սահմանի ինչ է, Եվրոպան գնում է Պարսկաստանով, Ռուսաստանով գնում է Եվրոպա, ով գիտի այդ սահմանը, ոնց է գնում, երեխեք։ Թողան բացատրենք, կոնկրետ էկոնոմիկի նախարարությունում խնդրել ենք լոգիստիկ ինչ-որ կազմակերպությունների հետ ծանոթացնեն, որտեղ մեր կազմակերպությունները չգիտեն ոնց տանեն Եվրոպան։ Օրերը, ստրոկները ոչ մի բան չի բռնում, իրանք էլ ասում են բռնում, ասում են գոնե մեկ վարորդ ճարեք մեզ, մեկ լոգիստիկ կամպանիա, որ տանում է։ 3 ամիս նստած սպասում են։ 3 ամիս ասում են կա։ Չգիտեմ ինչ կա, որտեղ կա, բայց կա։ Ցույց տվեք, տեսնենք ինչ կա։ Հիմա ոնց որ պատի վրա մի հատ տոնածառ նկարեմ, ասեմ ֆռացեք կողքը, մեր մոտ չի ստացվում։ Թողան մի հատ ֆռան, մենք էլ ֆռանք, ծավներն գան ձևը ցույց տան Եվրոպա տանը, խոսալով չի։ Սննդի անվտանգության տեսչական մարմնից ասում են, որ 1 հոգի արդեն ձկնաբույծներից կա, որ էլեկտրոնային հայտով դիմել է, որպեսզի Եվրոպա արտահանի։ Թղթի վրա ինչ է ձեզ պետք անեմ։ Թղթի վրա անեմ, պարզ ասում եմ։ Ես թղթի վրա ասում եմ, երբ որ Ինձ սննդի անվտանգության աշխատակիցները ասել են, Իսպանիա են գնացել մեր գործընկերներից մի քանիսը, մի քանի ամիս առաջ բուկվալնի, մեր ցուցահանդես է, կան գերի ամեն ինչ հետ կապված Իսպանիայում, եկան ուրախ, բա դուք ինչու չկայք, ամեն տեղ ակտիվ եք, ինչու չկայք, ես իրանց հետ ոնց են ասում, գրազ եմ եկել, ասեմ հենց առաջի ձուկը կգնա, կգաք ինձ եք ասեք չկայք, տեսար մենք ճիշտ ենք, ուրա 6 ամիս անցել է, ինչքան են տարել, ոչ մի բան, 0 Ջորջյան, Եվրոպայի գներն է գիտենք, կերի գներն է գիտենք, ստեղ է գիտենք, ոչ մի եզրեր չի գտնվում, եթե մարդիկ նոր են Եվրոպայի տեղ, ես 2 տարին տեղ եմ ապրել մամայս եմ, բուժը Գերմանիայում, աղբերս 800 աշխատող ունի, այդ նույն տերերի հետ սուպերմարկետի ու սեփականատերի, ոչ թե տանորների հետ ընկերություն ենք անում, շփվում ենք, դրել ենք, հաշվել ենք, ոչ մի ձևի չի դառնում։ Իմաստը որն է։ Պրոստը 3 ամիս նստեցինք, սպասեցինք ու կոնկրետ էկոնոմիկայի նախարարության չեմ ուզում ազգանուններ տամ, փոխնախարարների վարչության պետերի հետ ես ասել եմ, որ չի բռնում, Ջորջյան, չի կարող դա լինել։ Պրոստը խնդրում եմ ձեզ, եթե դաժե հիմա պետք է ինձ աշխատավարձ տակ, ես իմ սուբսիդիա տակ, մի բանով օգնեք, ես չեմ ուզում։ Ինչու համար։ Թող ասեն, եթե ես սուտ եմ ասում, թող ասեն դու տենց բան չես ասել։ Ասեն, որովհետև ես պատրաստում եմ իմ տնտեսությունը 0-ից սարքած, դրսից բերած փողերով շեշտում եմ, այդ որ գնացել խոսացել են, հետո կիմանանք որտեղից է փողերը տնտեսությունների, հներից է, որտեղից է, ես այսօր ասում եմ, մենք այդ տնտեսությունը պատրաստում ենք թողամ իմ երեխային, իմ երեխայի, էլ թողա իր երեխային, ոին թորանը, ծորանը, սուբսիդիա չեք տալու, ոնց որ Ռուսաստանից բենզին ենք բերում $1, Պարսկաստանում 20 ցենտ, ասեն 80 ցենտ, ձեզ սուբսիդիա ենք տալի, տարեք Պարսկաստան ծախեք։ Երեխեք ջան, հո մենք մարդ ենք, հասկանում ենք, մենք բիզնեսի մարդ ենք, այդ կաբինետներում նստում են բանակ կատարում հետները, ով որ թե 2 անգամ 2-ը գիտեն, նստում են ընդեմ մոռանում են։ Հենց չի կարելի, պետք է մի քիչ մեր հետ էլ հաշվի նստեն, հասկանան մեզ ինչով կարան օգնել։ Ինձ գլխակապետ 5 հատ կոշիկ են բերել, սաղ աճ համար։
աչա, սաղ ու 8 ռազմեր մեկը մեծ, մեկը 8 ռազմեր փոքր։ Այդպես չի լինում, երեխեք ջան։ Մեկի հետ չեն ուզում խոսամ։ Ես լիչնա $2 միլիոն անցած տարի հարկ եմ վճարել, որտեղից էս մեր սիրուն միլիցիոներներն են ստանում իրենց աշխատող, մեր բժիշկները նրանք։ Հիմա խեն փակում այդ 2 միլիոնի տեղը։ 70 միլիարդ հարկ ենք վճարել ձկնաբույսներ, այս մեր գոյության ժամանակ։ Խեն էդի վերացնում, ինչն է պատճառը, թողնան, պարզ բացատրեն, ասեն դուք մեզ պետք չեք, ծավները տանում։ Էդ էլ հերիք չի սահմաններել ենք մենք կողմ։ 90 հատ աշխատակից գնացել են սահման եկել են։ Մեկը գալիս են 5 հոգու տարան, 3 հոգու բերին։ Այո 25 օրով հենա կեսս նորենի չէ։ Սահմաններել ենք մենք կողմ ձկնաբույսներով ենիմ ու եկել են, ես իմիշ ջրեր են էկոնոմիա անում, էդի անձրևա ջրեր է, իմանալու համար եմ ասում, էդի գոյանում է ձն հալքից եւ անձրևա ջրերից։ Ինչ որ բնապահպաներ, ինչ որ իրանց տափակ ուղեղներով մեկի վրա մի հատ ծալք կա, թողա հետս խոսա ջրով, ասի խե էկոնոմիա։ Եթե մի հատ ծալք ունեցող կա ուղեղի վրա, թողա մի երկու հատ մենք ունենք, թողա զրուցի ասի ինչու հետ կապված է մեր էկոնոմիան, անձրևա ջրերի։ Ինչա մյուս տարի անձրև չի գալու, այս աշուն չի գալու, գարունը չի գալու։ Միլիարդավոր տարիներ այդ անձրևը գնացել է։ Մենք դրանով հազարավոր աշխատատեղ ենք բացել, միլիոնավոր դոլարներով նոր ասի 70 միլիարդ հարկ ենք վճարել, հիմա դա վերացնում են, որ այդ անձրևաջրերը հավաքեն ինչ ան, մեկը հավաքվելու է գնալու է դա։ Նես չի որ այդ բասեյնում կհավաքվի, ներքին թե վերևի, դա գնալու է Ժորժ ջան։ Այդ ջրերը դա անձրևաջ ջրեր է, մի հատ եմ ասում։ Հատուկ անուղեղների համար մի հատ եմ կրկնում, դա անձրևաջ ջրերը ձեն հարկից գոյացած։ Էկոնոմիան անում, թող գնան զիբիլյանոցները հանգցնելով վառում։ 10 տարեկան երեխեքը ռակ են ընկնում, իրանք անձրևա ջուր են հավաքում ու իրանք լուրջ մարդու տեղ են դրել։ Իսկ գերի ու հոսանքի հարցը ինչպես է։ Ես արդեն դրսից պարտք եմ արել մոտ 2 միլիարդ դրամի համարժեք։ $5 միլիոն արդեն ավելով պարտք եմ արել, չգիտեմ ոնց պետք է տամ։ Հերիք չի, եղբորս գազի կալոնք եմ դրածա, մյուս եղբորս բնակարանը կոմիտասում դրածա, սաղ դրածա։ Իմ երեխան համալսարանում ռեկտորի առաջի օգնականն դասավանդում է։ Հիմա ինքը 300,000 դրամ աշխատավարձ ոնց է $5 միլիոն փակելու։ Ոնց է փակելու երեխեք ջան։ Իրանք որ հասկանան, գոնե կհանդիպեն այս իրականացման մեջ, նա կփորձեն հասկանալ մեր խնդիրը որտեղ է։ Ես ասում եմ լավ չեմ տեսնում, ինձ վերել են շալվար են տալի։